Հոկտեմբերի 27-ից որոնվող Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրանին հայրն է սպանել խեղտամահ անելու ճանապարհով։ Այսօր տեղեկացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնեմ, կիրակի նոյեմբերի 2-ին գրեթե մեկ շաբաթ շարունակվող որոնումների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Տիգրանի մարմինը։ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայծրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայծրությամբ այս տվյալ հանրայնացնելուց կխուսափեն, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք եղբայրը պատմում էր, որ խեղդել են, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնեմ։ Երեխաները հայտնվել է դաշտամիջյան հատվածում, այսինքն հայրը տարել նետել է, հա, երեխային այդ հատվածում։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողապրկարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սարում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների